Ողջույն իմ շատ սիրելի փոքրիկ բալիկներ։ Լավ եք։ Ես մի քիչ տխուր եմ, որովհետև սա մեր վերջին օրագիրն է։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալու։ Մենք կարող է շատ երկար ժամանակ չհանդիպենք, բայց կարևորը դա չի, կարևորը այն է, որ մենք անպայման հանդիպելու ենք։ Հա, իսկ քարոզները լավ եք փակում։ Ապրեք։ Ես հպարտ եմ։ Նաև հպարտ եմ, գիտեք ինչի համար, որովհետև մեր աստղիկ երեքը Էլինա Չոլախյանը դպրոցում նույնպես շատ լավ է սովորում։ Եվ հիմա նա պատրաստ է մեզ հետ կիսվելու իր տպավորությունները, իր հուշերը։ Մի խոսքով, աստղիկ երեք նախագծի ընթացքում ինչ էր կատարվում նրա հետ։ Խնդրեմ, աստղիկ երեքի մեկնարկը տրված է։ Մեզ բարի ճանապարհ։ Երբ որ եկա, արդեն ինձ շատ դուր եկավ այդ ամեն ինչը։ Բարև ձեզ, Էլինա Չոլախյան, ճիշտ ենք? Ինչպես եք? Լավ։ Ուրախ ենք։ Էլինան սովորում է Սայաթնովայի երաժշտական դպրոցում, Չեխովի անվան դպրոցում, այդքան էլ ակտիվ չէ։ Առաջին փուլին երգում էի իմ կանաչ ծաղիկը Սյուզան Մարգարյանի։ Դու իմ կնկուր շեքյալ, իմ կանաչ ծաղիկ։ Լավ, շնորհակալ։ Ու երբ որ երգեցի, ու ինձ ասեցին, որ անցել եմ շատ ուրախացա։ Երբ որ երկրորդ փուլն էր նախընտրական, մենք երեխաներով խաղ էինք խաղում, շատ հետաքրքիր ու շատ աշխուժ էր այդտեղ, ու մենք որ այդ աշխուժության մեջ էինք, արդեն չէինք մտածում կանցնենք, չենք կանցնի, որտեղ արդեն շատ ուրախ ենք։ Երկրորդ փուլին երգում էի Whitney Houston-ի I Will Always Love You։ My darling you։ Լավ, գնացինք։ Զգումա։ Շատ ապրես դու, կեցես։ Ու իմ հորինած գործիքավորած երգը մեծացել եմ արդեն և ուզում եմ կարծես սավառնել, տրչել, պարել։ Արդեն թատրոնի փուլերին մեզ համնարված երգեր էին երգում, սկզբում երգել էի Գառնուկը։ Առաջին թատրոնի փուլին ես հիշում եմ, որ ծանոթացա Ռուզաննայի հետ։ Մենք երկուսով ինչ-որ աղջկա երգելու հետ միասին տենց ծիծաղում էինք, իրար հետ շփվում էինք։ Իսկ երկրորդ թատրոնի փուլին արդեն որ հայտարարեցին, որ մտել ենք 12 լավագույնի մեջ, շատ ուրախացա ու որ մենք գալիս էինք ուրախ, թռնում էինք այդ պահերը շատ լավ եմ հիշում։ Աստղիկ 3 հեռուստանախագծի առաջին գալա համերգի սկիզբն եմ ազդարարում ծափահարություններ։ Մենք բոլորս շատ վախենում էինք, շատ հուզված էինք, որովհետև առաջի անգամ էինք երգելու ու շատ երբ որ տեսա բեմը այդ ամեն ինչը զարդարված, շատ ինձ դուր եկավ և ես էլ դրանց շնորհիվ կարողացա լավ ներկայանամ։ Ուղղակի առաջի փուլի դժվարությունն այն էր, որ մի փոքր թիթիզությունն էր պակասում։ Երկրորդ փուլի երգը Քրիստինա Ագիլերայի հրճը շատ լավ կատարեցի, ինձ թվում է, որովհետև իմ ամենասիրելի երգերից մեկն էր, ու ես դա փորձեցի հոգով կատարել։ Երրորդ փուլի երգը Michael Bublé-ի Sway-ը երգեցի։ Մի փոքր տոնանության խնդիր կար, որը ինձ մի փոքր դժվար էր կատարել, բայց ես բեմի վրա փորձեցի հաղթահարել այն։ Չորրորդ փուլին Բիելասնեժկան սկզբում իմ երգը մի փոքր դուրս չեկավ, բայց արդեն որ պարապեցի, սկսեցի պարապել, մի փոքր հավանեցի ու բեմի վրա արդեն շատ հավանած երգեցի, բակի դրա դժվարությունն էլ մի փոքր ֆալցետներն էին։ Հինգերորդ փուլին երգեցի Մարայա Քերիի Աշուն երգը Without You։
Այդտեղ մի փոքր հիվանդ էի, դրա համար էր երևի մի փոքր բաց ստացվել, բայց ինչքանով կարողացա ընդհանուր ներկայացրեցի։ 6-րդ փուլին երգեցի Երվանդ Մաթևոսյանի հետ եւ Սոնա Ռուբինյանի հետ։ Երվանդ Մաթևոսյանի հետ որ երգեցի, շատ հավանեցի, երկուսս էլ իրար զգում էինք, ամեն ինչը շատ լավ եղավ այդ ժամանակ, իսկ Սոնա Ռուբինյանի հետ դուետը նույնպես շատ լավ էր ու ես նույնպես ապրում էի երաժշտությամբ։ Սոնայից սովորեցի զգալ երգը, իսկ Երվանդ Մաթևոսյանից մի փոքր աշխուժացա։ 7-րդ փուլի ներկայացրեցի Jesus Christ երգը, նշանակում է Հիսուս Քրիստոս կերաստղ։ Շատ եմ սիրում այդ երգը եւ վերջին գալային Վիթնեսնի I will always love you մի քիչ հուզված էի։ Աստղիկ 3 նախագծում հաղթել է Էլինա Չոլախյանը։ Շատ ուրախացա, շատ երջանկություն զգացի այդ ժամանակ, բայց դրա հետ մեկտեղ շատ հուզված էի։ Շատ ուրախացա, որ ես հաղթել եմ, բայց մի փոքր էլ տխրեցի, որ իմ ընկերներն էին ոչ առաջ ոչ են, բայց կարևորը որ արդեն եթե դու մտնում ես 12 լավագույնի մեջ, արդեն դու հաղթած ես։ Շատ կարոտել եմ իմ ընկերներին, իմ ուսուցիչներին, տխրեցի, որ վերջացավ նախագիծը։ Բոլորին ում հետ որ շփվում էի, ում հետ շատ արդեն մոտիկ էի, նրանց շատ կկարոտեմ։ Մեր վոկալիստների կամ Նետունային պրոդյուսեր Լիլի Դանիելյանին, նրանց բոլորին կկարոտեմ շատ։ Ես 4 դասանում ու արդեն 4 տարի է գերազանցիկ եմ սովորում, բայց որ այսքան չգնացի դասի, մի փոքր պակաս բաներ կային, բայց արդեն որ գնում եմ, կփորձեմ լրացնել ու գնահատականներս էլ կուղեմ։ Երգի ասպարեզում կուզեմ, որ երգչուհի շատ ճանաչված դառնամ, ու կուզեմ, որ էլի մրցույթների մասնակցեմ ու հաղթեմ։ Ես ներողություն եմ խնդրում, որ ընդհատեցես ամեն ինչ, ուղղակի իմ համար շատ կարևոր է, ես չհանդիպել Էլինային։ Լավ ես։ Այո, շատ։ Ասել եմ ես էլ եմ լավ։ Ինչի դու ինչ ես հարցնում, ես լավ եմ, թե լավ չեմ։ Լավ, Էլինա, վերջացավ ամեն ինչ։ Իհարկե դաժան նախադասություն ասում, վերջացավ ամեն ինչ։ Բայց սկսվեց նոր բան, այսինքն քո մոտ ինչ նոր շրջան է։ Հիմա օրդ լցված է, թե կարոտում ես աստղիկ նախագծին, թե այսինքն քեզ դրա նախագծից հետո քո մոտ ուրիշ երազանքներ ծնվեց։ Շատ կարոտեմ բոլորին, իմ ընկերներին, բոլոր աստղիկ նախագծի անձնակազմին, շատ բոլորին կկարոտեմ, բայց որ գնում եմ դպրոց, արդեն բոլոր իմ ընկերները ինձ աշխուժ դիմավորում են ու ես էլի հիշում եմ աստղիկ նախագիծը։ Դակի պատասխանել։ Լավ, իհարկե չեմ, ես կարող եմ Էլինային շատ հարցեր տամ, բայց նախ ուզում եմ Էլինային ասել շնորհակալություն իր տեսակի համար, իր գեղեցիկ կատարումների համար ու ամենակարևորը քեզ հանդիսատեսը շատ սիրեց ու խնդրում եմ այդ սերը չկորցնես, եթե որոշել ես երգչուհի դառնալ, ուրեմն պետք է լինես աշխատասեր ու ամենակարևորը միշտ բեմ դուրս գալուց առաջ պետք է հուզվես ու երբեք բեմի վրա չի կարելի հանդիսատեսին խաբել։ Խաբել հետո դու դա կհասկանաս ինչ է, հիմա չեմ կարող։ Ամեն դեպքում ես ուզում եմ իմ հանդիսատեսին, աստղիկի շատ սիրելի հանդիսատեսին ասել շնորհակալություն, որ մեր կողքին եք, շնորհակալություն, որ մեզ հետ եք, ամենակարևորը շնորհակալություն, որ այս հրաշք աստղիկներին, այս տաղանդավոր բալիկներին կարողացեք ճիշտ հասկանալ ու գնահատել, ամենակարևորը սիրել, իսկ ձեր սերը ոչ միայն նրանց, այլ նաև մեր բոլորի համար շատ կարևոր է։ Ավարտեց տխուր եմ Երջանիկ եմ մի բան ավոր, որովհետև գիտեմ վաղ թե ուշ նորից ծնվելու մի նոր աստղիկ 4-րդ, ես սպասում եմ այդ օրվան։ Թեկուզ ես չլինեմ, բայց գիտեմ, որ դա ձեր կողմից նույնպես սպասված ու շատ սպասված ակնթարթ է լինելու։ Ստեսյուն, մինչդեռ հանդիպում։ Քեզ շատ ենք սիրում։ Հա, մոռացանք։
Yeah.